Պարոն Ներսյան, նախ ուզում եմ խոսել երեկվա Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հայտարարության մասին։ Երեկ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների հետ երկկողմ համաձայնագրերի հիման վրա ստեղծվել է ՀՕՊ միասնական համակարգ։ Հաշվի առնելով Հայաստանի հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ վերջին շրջանում որքան են լարվել, ինչ եք կարծում, հնարավոր է այս անգամ էլ Հայաստանի իշխանությունը մերժի այս համակարգի մաս դառնալ ու դա ինչով է այսպես վտանգավոր, եթե իհարկե վտանգավոր է, եւ ընդհանրապես ինչ է նշանակում ունենալ միասնական ՀՕՊ համակարգ։ Հայաստանը շատ շուտվանից արդեն ունի Ռուսաստանի հետ ՀՕՊ համակարգը, դրա համար ստեղ հարց չկա ստորագրելու կամ չստորագրելու որևէ փաստաթուղթ հիմա, մի քանի տարի առաջ համ էլ բացի ՀՕՊ համակարգից հələ փաստաթուղթ էր ստորագրվել նաև ռազմական կազմավորման մասին ռուս-հայկական, դրա համար ինձ թվում է ստեղ որևէ ինչ-որ փաստաթղթային խնդիրներ չեն լինի, ուրիշ հարցը ստեղ նա է, որ այդ սիստեմները կարելի ասել երբեք իսկականից չաշխատեցին, իսկ եղել են արդեն օրինակ սեպտեմբեր 2022 թիվ այն իրավիճակներ, երբ որ դա պետք է աշխատեր, պետք է ինչ-որ գոնե ինչ-որ ձևի ցույց տար, ինչ-որ ռեակցիա, բայց ցույց չտվեց։ Հələ 20 թվի մասին չեմ ասում, 20 թվին ասենք պարզավոր ոնց ռուսները ասում են «Подух у соглашения» պետք է օգնեին իրանք, բայց ֆորմալ անպայման չէր դա անել, բայց 22-ի սեպտեմբերը ստեղ ինձ թվում է ոչ մի բան ձև չկա ասել, թե մենք պետք է նեյտրալ մնայինք։ Դրա համար այդ ՀՕՊ-ի համակարգը ինքը ինչ է իրանից ներկայացնում, դրա մեջ Հայաստանը կարող է, երբ որ ինքը ուզում է, ավելացնի օրինակի համար մի հատ դիվիզիոն ինչ-որ սիստեմ, երբ որ ինքը ուզում է դա անի ու կարա երբ որ ուզում է հանի դուրս դրանի մեջից։ Դրա համար դա բավականին տենց ճկուն սիստեմ է ու երբ որ օրինակի համար չգիտեմ, օրինակի համար այդ համա ռուս-հայկական այդ խումբը ինչ-որ գործողություններ չի գործադրում, հայկական կողմը կարա լրիվ հանի իր զորքերը դրա մեջից ու ասենք ուղարկի պատերազմ, երբ որ ուզենա։ Դրա համար ստեղ ինձ թվում է ոչ այս մոմենտ ռազմական sense ասենք, ոչ շատ իմաստ ունի, ոչ էլ շատ վնաս, sense ինչ որ թվում է կարելի է։ Ուղղակի, քանի որ հաշվի ենք առնում մենք Արցախյան վերջին պատերազմը, որ մշտապես խոսվում էր, որ ՀՕՊ համակարգը Հայաստանի խնդրահարույց է եղել եւ մենք միշտապես, այսպես ժողովրդի լեզվով ասած, օդը պահելու խնդիր ենք ունեցել, ընդհանրապես այս համակարգերի ներդրումը մեր բանակի համար որքանով է առաջնային այս պահին եւ ռուսական եւ կամ ՀԱՊԿ համակարգերը որքանով կարող են նոր հարձակումների ժամանակ ապահովագրել մեր օդային տարածքը։ ՀԱՊԿ հակաօդային համակարգ, որ ասում եք, դուք նկատի ունեք դե ֆակտո 102 բազայի ՀՕՊ համակարգերը, որոնք շատ սահմանափակ քանակի են այնտեղ ու բավականին հին, ճիշտը որ ասենք։ Դա ինչ որ գաղտնի ինֆորմացիա չի, ով ուզում է կարա գտնի դրա մասին։ Ես չեմ ասում, որ ինքը չկա, բայց ես չեմ կարող ասել, որ այն սիստեմները, որ այնտեղ կան, կարող է ինչ որ կարդինալ հայկական օրինակ մակարդակից ՀՕՊ-ի տարբերվում են 20 թվի, ասենք, ես չի ասի։ Դրա համար ինձ թվում է, որ Հայաստանի համար կարևոր է ՀՕՊ-ով հենց Հայաստանի ՀՕՊ սիստեմով զարգացնելով զբաղվել ու ինչքան կարելի է ավելի ինտենսիվ, բայց դե վերջի լուրերը եթե նայենք, ինչ որ գործողություն, ինչ որ գնումներ օրինակ սկսել են անել։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ Հայաստանը Ֆրանսիայից զենք է ձեռք բերում եւ ասում է, որ հենց ՀՕՊ համակարգերի մեջ է փորձում Ֆրանսիան այսպես մտնել, ինչը կարծում, երբ որ ռուսական այսպիսի ներգրավվածություն կա Հայաստանում այս ոլորտում, հնարավոր է, որ հակադրություն լինի, ի վերջո Ֆրանսիա-Ռուսաստան հարաբերությունները հաշվի առնելով, դիմակայություն կարող է լինել Հայաստանում այս համակարգերի հետ կապված ռուսական եւ ֆրանսիական։
նկատի ունեք Ռուսաստանի կողմից դիմակայություն, այդքան էլ հնարավոր չի ճիշտ ասած, որտեղ այդ սիստեմները իսկ ոնց ինչ ձևի պիտի դիմակայեն պատերազմ սկսեն Հայաստանի դեմ նկատի ունեմ ես չեմ հասկանում Քանի որ Ռուսաստանն է այդ համակարգում Հայաստանի հետ համագործակցում նոր այլընտրանքային ֆրանսիական երբ որ զենք զինամթերք է մտնում այդ համակարգ հնարավոր է խնդիրներ լինեն գուցե դիմակայություն չեն ինքը պարզա որ չի մտնելու բանի մեջ այդ հայ ռուսականի մեջ չի մտնելու իսկ եթե մենք խոսում ենք Հայաստանի հոպի մասին ես այդտեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում ու այն որ ասում են ինտեգրել իրար չի կարելի սովետական ու ասենք արևմտյան դա ճիշտ չի կարելի է ամեն ինչ էլ եթե ճիշտ ձևի սիստեմներ են կառուցվում Ֆրանսիական, հնդկական զենքերի փորձում Հայաստանը ձեռք բերել, արդյոք դրանք մեր բանակի համար կարողանալու են լուծել որոշակի խնդիրներ, ինչ խնդիրներ կարող են լուծել, ինչպիսի զինամթերք է Հայաստանը ձեռք բերում այս պահին, արդյոք դրանք կարող են հնարավոր պատերազմի ժամանակ լուրջ գործողություններ իրականացնել։ Նենց նոր է սկսել այդ հայ-ֆրանսիական համագործակցությունը, դրա համար ասել որ այն ինչ որ հենց այս մոմենտին է գնվել մենք գիտենք կարա ինչ որ ստրատեգիկ խնդիր լուծել հələ շուտ է որովհետև մենք գիտենք փաստորեն 4 պայմանագրի մասին մեկը այդ ավտոներն են զրահ ավտոները որ բաստիոնները դա լավ բան է բայց քանակը դե սահմանափակ է բավականին ուրիշ այդ ռադարները, ռադիոլոկացիոն կայանները բավականին լուրջ սիստեմներ են, շատ նոր եւ 3 հատնել ինձ թվում է ինչ որ դեր կարող է խաղալ արդեն մեկ էլ այն Mistral հոպի սիստեմների մասին որ ասում են, դա հələ ստորագրված չի, բայց երևի կստորագրվի, եթե մեմորանդում կա, դա շատ կարճ դիստանցիաների համար է, ինքը Strategic effect չի տա, բայց կբարձրացնի մարդունակությունը, բայց ես ինչքան հասկանում եմ, այս ամեն ինչը չի դեռ եւ ավելի լուրջ սիստեմների մասին էլ խոսք է գնալու, երևի երբ որ Ֆրանսիան տեղում ավելի այն որ պայմանագրերի մի մասը էր, որ իրանք պետք է նայեն թե հայկական հոպի սիստեմը ինչ վիճակում է ու ասեն թե ոնց կարելի է իրան լավացնել, երևի այդ process-ից հետո իրանք ավելի լուրջ գնումներ էլ կարող է լինել։ Իսկ հնդկական զենքերի մասին ինչ կարող եք ասել։ Հնդկական զենքերը ստեղ ուրիշ հարց է, ստեղ ավելի ստրատեգիական արդեն այսօր քանակների մասին է խոսքը գնում, եթե դուք հնդկական մեդիայից վերցնեք բոլոր այն պայմանագրերի որ իրանք տպել են ու իրար գումարեք կստանաք որ դա երևի արդեն $1 միլիարդ այդ պակետի չափս է որը Հայաստանի համար աննախադեպ մեծ թիվ է ասենք եթե մենք վերցնենք Ռուսաստանից բոլոր գնումները 2015 թվից մինչև 2020 թիվ դաժե կեսը դրա դժվար թե ստացվի, ասենք, ինչքանը որ մի տարվա մեջ է ստորագրվել։ Ոստեղ հատկապես հրետանու մասին եթե խոսում ենք, շատ մեծ տարբերություն կլինի, երբ որ ամեն ինչը բերեն հասցնեն տեղ, որովհետև մենք ոչ այդքան սամախոդկա ենք ունեցել, ինչքան երևի թե գնում ենք հիմա, ոչ էլ ունեցել ենք այդ հեռավորության կրակի հնարավորությունով հրետանի ու քանակները, որի մասին տպում են հնդկական մեդիայում, շատ մեծ են ու ինձ թվում է որ լրիվ 2020 թվի կորուստները կծածկեն, ասենց ասենք։ Ու մնացած որոշ սիստեմներն էլ են հետաքրքիր, բայց ինձ թվում է հրետանու էֆեկտը ամենամեծն է նրանից ինչ որ մենք գիտենք հիմա։ Ճիշտ է, մենք տարբեր երկրներից զենքեր ենք ձեռք բերում, բայց դա կարող է մեզ համար անվտանգային երաշխիքներ ապահովող կոնկրետ ինչ որ խոստում լինել։ Դե ինձ թվում է շատ դժվար է ունենալ ուրիշ կարծիք Ռուսաստանի պահով, հիմա հա իրանք եղել են, ես չեմ ասում որ իրանք երբեք չեն եղել երաշխավոր, ինչ որ պերիոդ եղել են, բայց այն ինչ որ կատարվեց 20 թվից սկսած, ինձ թվում է որ ստեղ հենց նրա մասին մենք ստեղ գալիս ենք նրան, որ մենակ Հայաստանի բանակը կարա լինի երաշխավորը Հայաստանի, ոչ թե
հիմա Ռուսաստանը սիրում եք, Ռուսաստան չեք սիրում, կարևոր չի, սիրում եք Ամերիկա, չեք սիրում, մի օր երաշխավոր են, մյուս օրը երաշխավոր չեն։ Հիմա ինչ որ մարդիկ են փոխվում տարբեր երկրներում, քաղաքականությունն է փոխվում, դրա համար ինձ թվում է որ հույսը մեկը մենակ մեր վրա այստեղ կարելի է դնելու ամենամեծ սխալը եթե մենք խոսում ենք երևի համ հիմիկվա համ նախկին կառավարության մասին, այդ մի ինչ որ խաղացողի վրա ու սաղ ստավկան դնելը ու հավատալ երաշխիքներին ու ոչ մի բան չանել, սենց կարելի է ինչ որ ասել դե Մոսկվայում ասել են որ ոչ մի բան չի լինի, ուրեմն կարելի է բանակով չզբաղվել համարյա, նենց 10-րդ խնդիրը երկրում կլինի ոչինչ Դրա համար ինձ թվում է որ հենց դրանից է պետք է հրաժարվել անպայման Իսկ ինչքանով եք ճիշտ համարում դեմարշը, որ հապկ նիստերին չեն գնում Հայաստանի պաշտոնյաները, փոխարենը գնում են արևմտյան հարթակներ, այս քաղաքականությունը դուք ինչի ապացույց եք համարում Ապացույց եմ համարում նրա, որ Հայաստանը ուզում է ավելի շատ այս մոմենտին հələ որ դիվերսիֆիկացիայի մասին է ավելի խոսքը գնում, то есть որ ավելի շատ արևմտյան գործոն լինի, բայց ռուսականը հələ որ մնա, բայց եթե մենք նայենք բացի դեմարշներից Հայաստանը ոչ մի փաստաթուղթ Ռուսաստանի հետ օրինակ չի դուրս եկել ոչ մի պայմանագրից ու ինձ թվում է որ մոտակա ժամանակում չի էլ դուրս գա հələ որ բայց այստեղ ամեն ինչ կախված է նրանից թե ոնց կգնան ինձ թվում է համ Ռուսաստանի հետ հարաբերությունները ուր կշարժվեն Ռուսաստանի կողմից ինչ կլինի նաև համ արևմուտքի կողմից ինչ մոտեցումներ կլինեն, եթե ձեր ասած ալտերնատիվները լուրջ օրինակ առաջարկվեն ինչ որ գարանտիաներ, այդ ժամանակ երաշխիքներ, այդ ժամանակ ես կարող եմ պատկերացնել, որ օրինակ Հայաստանը հապկից դուրս գա, առանց դրա երևի դժվար թե Այդ դեպքում եթե դուրս չեն գալիս հապկից, եթե ԵԱՏՄ-ի հետ շարունակում ենք աշխատանքները, ինչով է պայմանավորված հայ-ռուսական այս լարվածությունը եւ եթե մենք չունենք նաեւ արևմուտքից հստակ երաշխիքներ, ինչու է Հայաստանը դեպի արևմուտք գնում եւ հանդիպումներ ամբողջ այնտեղ իրականացնում հայ-ադրբեջանական կարգավորումը տեսնում արևմուտքում, սա ինչի մասին է խոսում, որովհետեւ փորձագետներ կան, որ ասում են ակնհայտ վեկտորի արտաքին քաղաքականության փոփոխություն է տեղ ունենում Ես նենց նոր էլ ասում եմ, որ ունենում է փոփոխություն, բայց հələ որ սահմանափակ փոփոխության մասին է խոսում, որտեղ դուք այսօր ունեք մի հատ երաշխավոր Ռուսաստանը, որը չի կատարում, սենց ասած այդ երաշխիքները, բայց երևի ինչ որ մեկ է գործող փոքր զսպողական գործոն մեկ է որպես հանդիսանում է, բայց դուք այսօր մոտեցել եք ավելի օրինակ Եվրոսայուզի հետ եւ ունեք դիտորդներ, որը նաեւ փոքր գործոնալ զսպող 100%-անոց չի, բայց իսկ ինչ որ ֆունկցիոնալ կատարում է։ Դուք ունեք ԱՄՆ, որը զանգում է, ասենք Ադրբեջան ինչ որ բաներ է ասում կամ կոնգրեսում ինչ որ այդ 907 փաստաթուղթն է բանանում վիճարկում դուք դրա համար այդ ամեն ինչը իրար հետ երևի ավելի լավ է աշխատում քան երբ որ դուք մի հատ չաշխատող կամ մի հատ փոքր երաշխիք ունեք այստեղ դիվերսիֆիկացիա ասելով ես այդ նկատի ունեմ երևի իսկ Ռուսաստանի հետ կոնֆլիկտը որ կա ինքը Դե Հայաստանի կողմից գալիս է նրա պատճառով, որ օգնություն չկա, իսկ Ռուսաստանի կողմից գալիս է նրա պատճառով, որ Հայաստանը ավելի լավ հարաբերություններ է հիմա ձեռք բերում, ասենք որոշ արևմտյան երկրների հետ, ու ինձ թվում է, որ նաև իմիջիայլոց Հնդկաստանի ու դաժե Պարսկաստանի հետ շատ մոտեցումը Ռուսաստանում չի կարող այդքան շատ դուր գալ, պրոստը իրանք չեն կարող ասել որ Հնդկաստանը վատն է, ասենք, հնարավորություն չունի այդ պետությունը տենց բան ասի, որտեվ շատ կախված է, ասենք, իր նավթի վաճառքներից հենց Հնդկաստան այս մոմենտ։ Դա համար այստեղ պարզ է, որ ոչ մեկ չի ուզում, որ իր, ասենք,
տարածաշրջանում վլիանիան իջնի։ Հաշվի առնելով այս աշխարհաքաղաքական իրավիճակը, Ադրբեջանը կարող է նոր հարձակման գնալ, քանի որ վերջին շրջանում նաև նոր պահանջներ առաջադրում անկլավների հետ կապված, միջանցքի հետ կապված, ռազմական նոր գործողության հավանականությունը որքան եք համարում այս պահին։ Ես հիմա միշտ ցենց եմ ասում, հավանականությունը կա, ու այդքան էլ կարևոր չի դա 10% կամ 50% կամ 30, որտեվ եթե 10% կամ 50 դուք մեկը պետքա պատրաստվեք նույն ձևի այդ սցենարին։ Դրա համար ձմեռը դժվար թե եթե մենք խոսում ենք ավելի ռեալիստիկ կլինի դա երևի գարուն, ամառ, աշուն, ասենք 24 թվականի, բայց այստեղ խնդիրը գուշարկելու դա նրա մեջ է որ այնքան արագ է ամեն ինչ հիմա շարժվում, որ շատ դժվար է ասել թե մարտ կամ ապրիլ ամսին ինչ վիճակ է լինելու հենց մեր տարածաշրջանում եւ ինչա լինելու Ուկրաինայի պատերազմում, ինչա լինելու, չգիտեմ, հենց հայ-ադրբեջանական այդ հանդիպումների ժամանակ մենք չենք կարող դա իմանալ, բայց ես կասեմ, որ պատրաստվել պետք է պատերազմի, որովհետև դա հավանականությունը բարձր է մեկը մնում։ Մինչև ու եթե մենք այդ խաղաղության պայմանագիրն էլ ստորագրենք, դա չի նշանակում, որ դրանից հետո մյուս օրը պետք է, ասենք, բանակը կրճատել կամ չզբաղվել դրանով, որովհետև այդ տասնյակ տարիներ կարող է անցնեն, կարող է տասնյակ տարիներից հանգարց այդ թշնամությունը մի քիչ քչանա կամ անցնի, բայց մի օրվա պատմություն չի դա հաստատ։ Իսկ ընդհանրապես ինչն է կամ ով է զսպում Ադրբեջանին այս պահին, երբ դեռևս չի հարձակվում, կամ մի երկիր կամ մի կառույց, որը կարող է զսպել Ադրբեջանին։ Դա ինձ թվում է այս մոմենտին հենց այս պահին հենց այդ մի քանի երկրի կոմբինացիան է ինչ որ ձևի զսպում, ստացվում է համ արևմտյան երկրները, Պարսկաստանն է շատ մեծ գործոն, ստեղ երևի ամենամեծ գործոնը կամ Ռուսաստանը մասամբ, բայց ստեղ արդեն ինչ որ ուրիշ սցենարներ էլ կարող է լինեն, որտեղ ասենք եթե Ռուսաստանը ուզում է իր Ֆեյսբեյ սահմանապահներին բերի Զանգեզուրի միջանցք կամ ինչ որ ճանապարհ մտցնի այստեղ իրանց հետաքրքրությունը կարող է համընկնի Ադրբեջանի հետ, որովհետև Հայաստանը չի ուզում դա, Հայաստանը չի ուզում, որ ինչ-որ այլ երկիր դրանով զբաղվի, կամ որ հենց ինչ-որ այդ միջանցքի ինչ-որ լոգիկա լինի, ստեղ Ռուսաստանին կարող է այդ ինչ-որ սահմանափակ պատերազմը Հայաստանի դեմ ինչ-որ մոմենտ դաժե ձեռնտու դառնա ստեղ։ Չգիտեմ, 100%-ով ասել, թե ոնց են իրանք դա անելու չենք կարող, բայց էդ էլ է պետք պահել մտքում։